Ես հստացումների կողմ եմ, բայց նաև պետք է արդարության զգացում լինի մեր բոլոր հայրենակիցների մոտ, օրինակ չեք կարծում, որ եթե բալ է հանվում, պետք է տուգանք չլինի, կամ եթե տուգանվում է, պետք է բալ չհանվի։ Պարոն Ազարյան, այս հարցը մենք շատ ենք քննարկել։ Տեսեք, կան լրացուցիչ եւ հիմնական տուժեր, կան լրացուցիչ եւ հիմնական պատիժներ եւ քրեական օրենսգրքում եւ վարչականում։ Տեսեք, մարդը ազատազրկվում է, լրացուցիչ տուժեր նշանակում որոշակի պաշտոնների իրավունքներ զբաղեցնելու իրավունքից զրկումը, կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկումը, կամ տուգանքը, որպեսզի միայն դրամական միջոցով չպատժենք մարդուն, տուժի չենթարկենք։ Մարդ կա, որ այդ դրամը նրա համար խնդիր չունի, նա կարող է լիքը խախտումներ անել, ամեն օր անել եւ դրա փոխարեն վճարել եւ որևէ խնդիր, որևէ կանխարգելիչ խնդիր մենք չենք լուծի։ Իսկ բալային համակարգը զսպող մեխանիզմը դրա համար է կիրառվում է։ Այս դեպքում լրիվ սահմանադրական է երկու լրացուցիչ եւ հիմնական տուժի կիրառումը։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց, տեսեք, ձեր նախաձեռնությունը կարծում եմ միտում ունի նվազեցնել ճանապարհային երթևեկության դեպքերը, թե նպաստենք, որ նրանք, ովքեր տաքսի են քշում, ավելի շատ կարողանան խախտում անել եւ մի քիչ ավելի բարվոք վիճակում լինել։ Սկզբունքը ո՞րն է եղել այս մոտեցման եւ իմ հարցը հիմնական էստեղ չեք կարծում, որ մենք շարունակում ենք այն անցյալից եկած այդ սխալ բաները, երբ որ կոպիտ խախտում է լինում, կոպիտ ճանապարհային խախտում է լինում, դրան շատ մեղ մոտեցում ենք ցուցաբերում, իսկ երբ որ քիչ խախտումը չի հանգեցնում ծանր պատահարների, այդ դեպքում նորից համարյա չի տարբերվում բալերը, ասենք հարբած մարդուն, որին բարեկները կարողանում են ֆիքսել, որ նա հարբած է, ինչու չենք զրկում ընդհանրապես մեքենա վարելու իրավունքից։ Պարոն Ազարյան, ոչ թափ վիճակում վարելու համար հասնում են զրկում, հենց մեկ տարով զրկում են տրանսպորտային միջոցների վարելու իրավունքից, բայց սահմանաչափ կա, այդ սահմանաչափի օգտագործման դեպքում տուգանք կա եւ բալերն էլ ավելացրել ենք, դարձրել ենք 4-ից 5 միավոր, սա մեկ։ Երկրորդը նախագծի միտումը հետևյալն է. պետությունը հնարավորինս նվազ հարկադրանքի միջոցներով պետք է կարգավորի հասարակական հարաբերությունները։ Եթե հնարավոր է նվազ վարչարարություն կիրառելով եւ հարկադրանքի միջոցներ կիրառելով հասնել ակնկալվող արդյունքին, ուրեմն մենք պետք է նվազեցնենք այդ հարկադրանքի մեխանիզմները։ Տեսեք, մենք կարծում ենք, որ 13 բալի արդյունքում էլ մենք վատթարացում երթևեկության մեջ չենք ունենալու, այսինքն ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումներ չենք ունենալու։ Հատկապես պետք է հիմիկվա վիճակագրությունը ես ձեզ ներկայացնեմ, որը շատ կարևոր եմ համարում։ Տեսեք, 24 թվականին հաշվառվել է 4814 զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ 23 թվականի համեմատ, ուրեմն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պակասել է 300-ով, զոհերի թիվը 45-ով։ Այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել։ Այսինքն, կոպիտ ասեմ, 45 հոգու կյանք փրկվել է 24 թվին, համեմատություն 23 թվի։ Սա նաև կատարված աշխատանքի արդյունք է։ Սա նշանակում է, որ իրավասու մարմինները, հիմնականում նաև ոստիկանությունը իրենց առջև դրած խնդիրները բավականին լավ են կատարել 24 թվականին։ 45 հոգու մարդ կյանք է փրկվել եւ վիրավորների մասով 422 մարդ քիչ է վիրավորվել նախորդ տարվա համեմատությամբ։ Ես սա գրանցում եմ բավականին դրական ցուցանիշ եւ այս ցուցանիշն է նաեւ հաշվի առնելով կարծում եմ, որ ավելի մեղմ վարչարարություն եւ հարկադրանքի միջոցներ կիրառելով մենք կհասնենք մեր ակնկալվող արդյունքի։ Բացի այդ, այս նորմերը քարացած չեն եւ վերջացրեք, ժամանակը ավարտել է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։